Շնորհակալ եմ շատ ազգային ժողովի հարգելի փոխնախագահներ, կառավարության հարգելի անդամներ, ազգային ժողովի հարգելի պատգամավորներ, սիրելի աշակերտներ, հարգելի ներկաներ, սիրելի ժողովուրդ, երրորդ օրն է արդեն մենք քննարկում ենք կառավարության 2021-2026 թվականների ծրագրի կատարման ընթացքի եւ արդյունքների մասին 2025 թվականի զեկույցը եւ քննարկման արդյունքներում եւ քննարկումը ծավալվեց եւ եկավ դարձավ այն ինչը կոչվում է նախկին ներկա բանավեճ։ Սա տեղի ունեցավ, ընդ որում տեղի ունեցավ չնախատեսված հանգամանքների բերումով։ Ես ճիշտն ասած այսքան տեսարան առաջի անգամ էր, գուցե նախկինում չեմ նկատել, շատ պատահական հանգամանքների բերումով տեղի ունեցավ, որովհետև դե զեկույցը ներկայացնում ես, մեկ է տեսնում ես, այն դռնից ինչ-որ մարդիկ են մտնում, սենց արած, գալիս սենց ինչ-որ գործողություն են անում, սենց արած, էլի դուրս են գալիս, ասում եմ, Էս ինչ հաշիվ է ժողովուրդ, էս ինչ հոսք է, մարդկանց էս ինչ հոսք է, չեմ տեսել տենց բան, ես 6 տարի պատգամավոր եմ եղել, 8 տարի վերջը եկել եմ այսքան, գոնե չեմ նկատել, գուցե եղել այլի չեմ նկատել, բայց որ սենց ինչ-որ սենց հոսքեր լինի, ասին մարդիկ գալիս են գրանցվեն, որ աշխատավարձ ստանան։ Այս մարդիկ մեզ 8 տարի շշի են շարում, թե ինչ-որ բաներ, պարգևավճարներ, չգիտեմ ինչ, գալիս են թաքուն գրանցվում գնում, որ ենթադրենք մի քանի կոպեկ կամ բան ավել ստանան եւ արդյունքում ես դա ֆիքսեցի հրապարակեցի, իրանք ստիպված էին հետո գալ եւ մասնակցել ելույթների փուլին Եվ ելույթների փուլին մասնակցելով մենք էլի եկանք, հանգեցինք նախկին ներկա բանավեճին եւ դա փաստա չնայած ես ինքս այս անդոնից նախկինում բազմիցս ասել եմ, որ ժողովուրդ պետքա այդ բանավեճից դուրս գամ, բայց այս բանավեճը ուրիշ մի հատ շերտ բացահայտեց գոնե ինձ համար, որը ես միջևես այդ դիտանկյունից չէի նայել, չէի նկատել, որովհետեւ այդքան որ ասում ենք պատերազմի եռագլուխ կուսակցություն, Բայց այս քննարկումը նաև ակնհայտ դարձրեց եւ նրբություններ բացահայտեց, որ այդ պատերազմի եռագլուխ կուսակցությունը իրականում ճշգրիտ նույնն է նախկինների եռագլուխ կուսակցությունն է։ Որովհետեւ այն ինչ որ մենք այսօր անվանում ենք պատերազմի եռագլուխ կուսակցություն, որը հայտ է ներկայացնում 2026 թվականի խորհրդարանական ընտրություններին, դա ճշգրիտ Ռոբերտ Քոչարյանի իշխանության տարիների կոալիցիանը, այդ կոալիցիայի մեջ էր ԲՀԿ-ն, այդ կոալիցիայի մեջ էր Դաշնակցությունը, այդ կոալիցիայի մեջ էր Հանրապետականը։ Դե հիմա Դաշնակցությունը եւ Հանրապետականը ԲՀԿ-ն պարզ է, բայց Հանրապետականը արդեն, ինչպես հիշում եք, նախորդ խորհրդարանական ընտրություններից տակտիկան փոխել է, նախորդ խորհրդարանական ընտրություններում իրանք պու էին, Հիմա էլ դարձել են ուժեղ Հայաստան։ Ընդ որում, այս հանգամանքը, որ ուժեղ Հայաստանը նույն բանն է, հանրապետական կուսակցությունն է, ու այն որ Սերժ Սարգսյանը եւ մյուսները հայտարարեցին բացահայտ իրանց աջակցելու մասին, բայց կարծում եմ այդ պատկերը ամբողջացրեց բանը Քայլերթի շտուրմանը, որը կանգնած էր բանի, ասենք, ջիպի ստոյկային կանգնած Քայլերթի շտուրմանը, որը մենք մոռացել ենք, ախր ինքը հանրապետական խմբակցության ղեկավար է եղել եւ Սերժ Սարգսյանի աշխատակազմի ղեկավար է եղել։ Հիմա էլ եմ ասում, 3 ցուցակը որ նայես, ուժեղ Հայաստան դաշինք, Դաշնակցություն եւ ԲՀԿ ճշգրիտ կալոդը խառնածա, բանի բլոտի պոկերի տրամաբանությամբ ու բաժանածա իրար մեջ, ով որտեղ կընկնի։ Ու հիմա այնտեղ այնց կոմբինացիաներ են, որ դժվար է նույնիսկ բան անել, էլի, պատկերացնել։
Եմ մեկ ընդեղ էր, ստեղից եմ մեկ ընդեղ էր, հետո ընդեղ գնաց, հետո գնաց ընդեղ, հետո ընդեղ, հետո ընդեղ։ Այսինքն մենք պետք է արձանագրենք, որ 2027 թվականի, 26 թվականի խորհրդարանական ընտրությունները, որ ասում են վերջին շանսնա, դա Քոչարյան, Սարգսյան իշխանության տարիների կոալիցիայի վերջին շանսն է։ Բայց ես ուզում եմ ասել նաև, որ այսպիսով ավելի ընդգծվում, ժողովուրդ ջան, այս նախկին ներկա բանավեճը հաղթահարելու կամ ավելի ճիշտ վիճաբանությունը, հաղթահարելու անհրաժեշտությունը, որ ու սա շատ կարևոր է, ու հիմա ակնհայտ է, որ դա հաղթահարելու մի ձև կա միայն մի տարբերակ կա այդ բանավեճը հաղթահարելու։ Դրա համար պետք է 26 թվականի խորհրդարանական ընտրություններում ուժեղ Հայաստանը, Հայաստան դաշինքը եւ ԲՀԿ անցողիկ շեմը չհաղթահարեն։ Եվ սա ուղղակի անցող, այսինքն չհաղթահարեն, չհավաքեն այնքան ձայներ, որ անցնեն խորհրդարան։ Ու դա ամեն օրվա հետ ավելի իրատեսական քաղաքական խնդիր է դառնում, ու այդ իրատեսականությունը այս ամբիոնից ուղղակի ճառագեց։ Ինչի, որովհետև նախ այն քաղաքական ուժերը, որոնք հանդես են գալիս ժողովրդին անվանելով ժեխ, շունուշանգյալ, բոշա, այսինքն ստեղ իրանք ինչ են, մարտահրավեր են նետում, որ իրան ձայն տվող մարդը պետք է ինքը իրան հայտարարագրի, որպես ժեխ, շունուշանգյալ ու բոշա, սա իրանց մարտահրավերն է, եւ Հայաստանի քաղաքացին պետք է որոշի, այդ մարտահրավերը ընդունում է թե չէ։ Մի հոգի կա 63 երկրի քաղաքացի է, ասում է ես վստահ եմ, որ ես բան եմ անելու, դառնալու եմ վարչապետ։ Ուրեմն հələ տեսեք, երկու հանգամանք եմ ասում։ Ուրեմն ինքը ոչ ընտրություններին մասնակցում է, ոչ վարչապետի թեկնածու է, ոչ պատգամավորի թեկնածու է, բայց ինքը վստահ է, որ հաղթելու է։ Բայց նրանք, ովքեր որ մասնակցում են, այսինքն դե յուրե համ պատգամավոր, համ մասնակցում են, համ պատգամավորի թեկնածու են, համ վարչապետի, բա նրանք ինչ ասեն։ Բայց դե ուրիշ խնդիր կա։ Մի անգամ այդքան ասելուց հետո հղում չեն անում ժողովրդին։ Ասում են մենք վստահ ենք, որ հաղթելու են, բայց մի հատ նախադասություն չկա, որ մենք վստահ ենք, որ մեր ժողովուրդը գալու է մեզ ընտրի։ Էդ եմ ասում, ինչ որ տեղեր ասել են, Ղրգել են ասել են գնա։ Ու այդ երիտասարդը ուղղակի խաբար չի իր հետ հիմա ինչ է։ Հիմա ինքը ամեն օրվա հետ, ասում եմ նեղան, ամեն օրվա հետ դառնում է ավելի ու ավելի բոմժ։ Ավելի ու ավելի բոմժ։ Ու ստեղ մենք ոչ մի մեղք չունենք։ Ու այս process-ը շարունակվելու է։ Ու հաջորդ գործոնը, որ այս ուժերը չհաղթահարեն անցողիկ շեմը։ Իրանք գալիս են այս ամբիոնից բաներ են խոսում, մեր վրա հղում անելով, բայց ժողովուրդը հետև ուրիշ բան դռնփակ նիստ լներ։ Բայց իրանք եկել են այս ամբիոնից խոսում են, որ մենք թոշակը չենք բարձրացրել։ Քանի հոգի վրա ասում են, չէ, թոշակը ինչ թոշակա բարձր, թոշակը չի բարձրացել։ Հայաստանի Հանրապետության քանի 600,000, թե 660,000 քաղաքացի արդեն այդ բարձրացրած թոշակը ստացել է։ Իրանք այս ամբիոնից գալիս խոսում են, ոնց կարա ասենց քաղաքական ուժ ընդհանրապես ձայն ստանա։ Իրանք գալիս են այս ամբիոնից խոսում են, որ ըստ էության առողջության ապահովագրության համակարգը, չնայած մենք հայտարարել ենք, որ ներդրված է, դա ձախողված համակարգ է։ Երեք ստեղ բաներ են խոսում, ուզում էի հասկանալ, այս մարդիկ ինչի մասին են խոսում։ Ինչի մասին են խոսում։ Այսինքն գալ ժողովրդին ասել շունուշանգյալ, ժեխ, բոշա, հետո սկսել ասել, ապացուցել ակնհայտ բաներ ու հետո գնալ հաղթահարել շեմը, կներեք իմ քաղաքական զգացողությունը թույլ է տալիս, որ ես պնդեմ, որ եթե մենք այս պատկերը առավել բացված ներկայացնենք,
մենք իրոք հաղթահարելու ենք այս նախկին ներկա բանավեր։ Փաստորեն ես հասկացա, որ մենք 300 դպրոց չենք կառուցում։ Ես հասկացա, որ մենք դպրոց ընդհանրապես չենք կառուցում։ Հա, որ մենք դպրոց փակում ենք, բա այդ գիտեք ինչ, այդտեղ շատ կարևոր մի հանգամանք կա։ Իրանք վերջին անգամ այդ դպրոցները, որ ասում են մենք փակում ենք, երբ են եղել այդ դպրոցներում։ Այդ դպրոցներում, այդ այսպես կոչված դպրոցներում։ Բայց այդ դպրոցները, այսպես կոչված դպրոցները իրանց պետք է։ Որովհետև իրանց պետք է, որ այդ մեր երեխեքը այդ դպրոցներում անցկացնեն 10 տարի, որ այդպես էլ կրթություն չստանան, որ արդյունքում շալվար ունենալու հնարավորությունից նույնիսկ զուր կլնեն, որ արդյունքում այդ երեխեքի շալվար ունենալու հույսը իրանց վրա լինի, ընտրակաշարք բաժանողներ էին, ընտրակաշարքի բանը, որ վերջում էլ, մի հատ ասենք, ենթադրենք բան են, ադնարազովից շալվար շպրտեն այդ երեխեքի երեսին, հետևներից էլ ասեն, արա, այ բոշեք, այ լնգուլավազներ, այսպես կոչված ավերակներ իրանց պետք են, որովհետև այդ դպրոցից դուս եկածը հիմնականում սևագործ բանվոր կարա ալնի, որ իրանց բրիգադներում, կալուգաներում և տարբեր տեղերում ավտոների, վագոնների տակ քնելով, ամիսներով չլողանալով, բայց այդ երեխեքը գիտեք ինչ են սպարծիվկով, որովհետև դուք իրանց տարել եք աշխատեցնելու և հետ եք ուղարկել այդ սպարծիվկով, որ իրանք գնան օտար երկրներում ձեզ ծառայեն մի բառ ռուսերեն դաժե չիմանան, որ ձեր կառուցած ստրկությունից ազատվելու հնարավորություն չունենան, որ դաժե առանց ձեր թույլտվության ոչ կարենան շնչեն, որ արտաշնչեն, որ վերջում էլ այդ երեխեքին ասեք, այ ինչ բան, շունուշանգյալ և ժեղ, բա իհարկե պետք են, բա լեկեք գնանք մեր կառուցած դպրոցը, այդ մեր կառուցած դպրոցներից դուրս եկած երեխեքը ձեզ դաս կտան, դուք ընդհանրապես շանս չունեք այն հասարակության մեջ, որը ձևավորվել է, բա մանկապարտեզները սերունդը ցեխերի մեջ է մեծացել, ցեխերի մեջ բառից բուն իմաստով, բա դուք պետք է ցեխերի մեջ երեխեքին պահեք ու մեծացնեք, որ վերջում հնարավորություն ունենաք ասեք շունուշանգյալ, որովհետև այն երեխեքը, որը այսօրվա մեր կառուցած մանկապարտեզ են մտնում և այսօրվա մեր կառուցած դպրոց են մտնում, այդ դպրոցից դուրս եկող երեխեքի հարությունում դուք շանս չունեք, դուք բացի շունուշանգյալից ուրիշ որևէ կարգավիճակ չեք կարա ունենաք, դուք ընդհանրապես ով եք, ես այդ պատերազմի եռագլուխ, քառագլուխ կուսակցություններին եմ ասում, պլյուս սրբապիղծ կտրիչներին, դուք ընդհանրապես ով եք, ինչ եք ձեզնից ներկայացնում, դուք շանս ունեք այն հասարակության մեջ, որտեղ կարողանում եք երեխեքին ցեխերի մեջ պահեք, այն հասարակության մեջ, որտեղ երեխեքը շալվար չունեն և շալվար ունենալու շանս չունեն, էսա ձեր կառուցած և ձեր երազած հարությունը